Գիրք Զաքարիա, գլուխ 8. Եվ զորաց Տիրոջ խոսքը եղավ ասելով. Այսպես է ասում զորաց Տերը. Ես նախանձեցի Սիոնի համար մեծ նախանձով, և մեծ բորբոքումով նախանձեցի նրա համար։ Այսպես է ասում Տերը. Ես դարձել եմ Սիոնին և բնակվելու եմ Երուսաղեմում, և Երուսաղեմը պիտի հավատարիմ քաղաք կոչվի, և զորաց Տիրոջ Սարը սուրբ Սար։ Այսպես է ասում զորաց Տերը. Տակավին ծերեր և պառավներ պիտի բնակվեն Երուսաղեմի հրապարակներումը, և ամեն մարդ իր գավազանը ձեռքին օրերի շատությունիցը, և քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղերքով ու աղջկերքով, որոնք խաղ են անելու նրա հրապարակներումը։ Այսպես է ասում զորաց Տերը. Եթե դժվար լինի այս ժողովրդի մնացորդի աչքի առաջին այն օրերին, միթե իմ աչքերի առաջին էլ պիտի դժվար լինի, ասում է զորաց Տերը։ Այսպես է ասում զորաց Տերը. Ահա ես ազատելու եմ իմ ժողովրդին արևելյան երկրիցը և արևմտյան երկրիցը, և նրանց բերելու եմ, որ բնակվեն Երուսաղեմի մեջ, և ինձ համար ժողովուրդ լինեն, և ես նրանց համար Աստված լինեմ ճշմարտությունով և արդարությունով։ Այսպես է ասում զորաց Տերը. Թող զորանան ձեր ձեռքերը, ով դուք, որ այս խոսքերը այս օրերում այն մարգարեների բերանից լսում եք, որոնք կային զորաց Տիրոջ տանը տաճարը շինվելիս, որովհետև այն օրերից առաջ մարդի վարձքը չկար, և անասունի վարձքը ոչինչ էր, և դուրս եկողն ու մտնողը խաղաղություն չունեին նեղության պատճառով, որովհետև ես ամեն մարդկանց իրար դեմ էի հանել։ Բայց հիմա ես այն առաջին օրերին պես պիտի չլինեմ այս ժողովրդի մնացորդի համար, ասում է զորաց Տերը, որովհետև ցանգը խաղաղությամբ է լինելու, որդը իր պտուղը պիտի տա, և երկիրը պիտի իր արդյունքը տա, և երկինքը պիտի տա իր ցողը, և այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։ Եվ պիտի լինի, որ ինչպես դուք անեծք էիք ազգերի մեջ, ով Հուդայի տուն և Իսրայելի տուն, նույնպես էլ պիտի ազատեմ ձեզ, որ դուք օրհնություն լինեք։ Մի վախենաք, թող զորանան ձեր ձեռքերը, որովհետև այսպես է ասում զորաց Տերը. ինչպես որ մտադիր էի չարիք անելու ձեզ, երբ որ ձեր հայրերը զայրացրին ինձ, ասում է զորաց Տերը, և ես չզղջացի, նույնպես դարձյալ մտադիր եմ այս օրերը բարիք անելու Երուսաղեմին և Հուդայի տանը։ Մի վախենաք։ Սրանք են այն բաները, որ պետք է անեք։ Ճշմարտություն խոսեցեք ամեն մեկը իր ընկերի հետ, արդարությունով ու խաղաղ դատաստանով դատեցեք ձեր դռներումը, և ամեն մեկը իր ընկերի չարիքը մի խորհեք ձեր սրտերումը, և սուտ երդում մի սիրեք, որովհետև այս ամենը ես ատում եմ, ասում է Տերը։ Եվ զորաց Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. Այսպես է ասում զորաց Տերը. 4-րդ ամսի ծոմը և 5-րդի ծոմը և 7-րդի ծոմը և 10-րդի ծոմը Հուդայի տան համար պիտի ցնծություն և ուրախություն և խնդալից օրեր դառնան։ Ուրեմն ճշմարտությունն ու խաղաղությունը սիրեցեք։ Այսպես է ասում զորաց Տերը. Տակավին ժողովուրդներ պիտի գան, և շատ քաղաքների բնակիչներ, և մեկի բնակիչները պիտի գնան մյուսի մոտ ասելով. Եկեք գնանք Տիրոջ առաջը աղոթք անելու և զորաց Տիրոջը խնդրելու, ես էլ եմ գալիս։ Եվ շատ ժողովուրդներ ու զորավոր ազգեր պիտի գան զորաց Տիրոջը խնդրելու Երուսաղեմումը և Տիրոջ առաջին աղոթելու։ Այսպես է ասում զորաց Տերը. Այն օրերը կբռնեն ազգերի ամեն լեզուներից 10 մարդ, այսինքն կբռնեն մի հրեա մարդի քղանցքը, ասելով. գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է։